Սելիներ, սելի հավատագիցներ, ողջունենք ձեզ բոլոր մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով եւ Աստծո փառք ունենք այս հատուկ այս գեղեցիկ օրվան համար, որտեղ շնորհ կրավ միասին լալ զինք բաշտել եւ մեծարել։ Ողջունենք բոլոր անոնց, որոնք գեդևին մեզի համացանցի միջոցով եւ գամ ICFN.TV միջոցով։ Թող Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե, հույսով բահե, սիրով բահե։ Եվ իր կամքը օրհնյալը լա։ Մեր պաշտամունքները գշարունակվին ամեն գիրագի 9 անցած անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11 հայերեն լեզվով պաշտամունք կանք եւ միասին դերը պաշտենք եւ մեծարենք։ Ժամը 10-ին ունենք Աստվածաշունչի սերտողություններ, դարբեր դարիքներու, երեքշաբթի առավոտ 10:30-ին ունենք դիգիններու հատուկ պաշտամունք եւ ամսվա առաջի շաբաթօրը գունենանք այլ մարդոց հանդիպում, նախաճաշ, Աստվածաշունչի սերտողություն եւ դիգիններու հատուկ Աստվածաշունչի սերտողություն ամսվա առաջին շաբաթ օր ժամը 9:30-ին։ Այս բոլորին մեջ անշուշտ մեր երիտասարդները բադանները կհամախմբվին ամեն ուրբաթ օր երեկոյան ժամը 7-ին։ Կամփարը վիրծրակիրները կշարունակե, կսկսի արդեն դերը գամի եւ կթելացենք ծեր զավակներուն, թորներուն, որպեսի ամառնային ճամփարներուն նաեւ մասնակից դառնան։ Այս բոլորին մեջ օգոստոս ամսվան մեջ ինչպես հայտարարած էինք ունենք միօրյա ծրագիրը օգոստոս 9-ին Ronald Reagan Library-ին եւ ամբողջ օրը հոմբիտի անցնենք հատուկ ծրագիրն է բացի անշուշտ բոլորանոնք որոնք փապակին թող պաշտամունքեն իդ իրենց անունները, մանրամասնությունները նաեւ դերյակ բահեն եւ դերյակ լան այս ծրագրի առնչությամբ։ Սելիներ Փառք բադիվ իշխանություն երրորդության Աստծուն։ Աստվածաշունչի ընթերցումը այսօր պիտի գարտամ առաջի բաժինը հոս, մյուս բաժինը պատկամի ընթացքին։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 7-ն 12 համարները, որտեղ Հիսուս սկսե. Խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի, փնտրեցեք պիտի գտնեք, թուրը զարգեք պիտի բացվի ցեզի, վասնզի ամեն ով որ գխնդրե գարտնե, ով որ գփնտրե գգտնե եւ ով որ թուրը գզարնե պիտի բացվի անոր։ Ցեզ մե որ մարդը գա որ մետը եթե իր որդին հաց ուզե ինք քարտը անոր։ Այսինքն դեր Հիսուս գսե ով է գսե այդ անձը որ եթե իր զավակը հաց խնդրե, հացին դեր օծ դա անոր։ Այսինքն ինչ տեսակ ծնող մեկը պետք է լա, ինչ տեսակ հայր մեկը պետք է լա, որ զավգին հացին դեր օծ դա։ Եվ գամ եթե ցուգ ուզե օծ դա, հացին դեր քար դա, ցուգին դեր օծ դա։ Եթե դուք կսե որ չարեք, անշուշտ մարդը արդածը մեղավոր է, եւ կսե դուք որպես մեղավորներ, եթե դուք ձեր լավակույնը գնեք ձեր զավակներուն, ուստի եթե դուք որ չարեք ձեր զավակներուն աղեք ընձաներ դալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը, որ երկինքն է, բարի բաներ պիտի տա անոնց, որ իր մեկը խնդրեն։ Եվ Հիսուս կվերջացնե այս հատվածը համարով, որ իրականության մեջ ոսկեղեն կանոնն է դեր Հիսուսի։ Եվ յուրաքանչյուր անձ գանչված է այս կանոնը որդեգրել։ Եվ դեր Հիսուս կսե ուստի ամեն ինչ որ գուզեք որ մարդիկ ցեզի ընեն։ Ինչ որ գուզեք որ մարդիկ ցեզի ընեն։ Դուք ալանոնց այնպես ըրեք։ Քանզի այս է օրենքը եւ մարգարեները։
Ամեն։ Սելիներ, սելի ավադագիցներ, հունիս ամսվան մեջ և հունիս ամիսը ընդհանրապես ընդունված է որպես հայրերու ամիս։ Քիչ առաջ ժամը 10-ին հայրերու օրվա նախաճաշ ունեինք և երբ հայրերու հետ կշնորհավորենք իրարու հայրերու տոն, անշուշտ գադագով, գես գադագով, գես չդակ իրարու գսվի թե այսօր մեր օրն է, որովհետև մնացյալ 365 օրը հայրերու օրն է։ Իրականության մեջ մեկ օր ալ չէ հայրերում, քանի ժամ է։ Ետ կգմորցվի այլևս։ Քիչ մը բրբդում գնեի համացանցին մեջ թե մայրերու օրվա արդիվ և հայրերու օրվա արդիվ որքան ծախս կա, որքան մարդիկ տրամ գծախսեն։ Հետաքրքրական է մայրերու օրվա արդիվ միլիոններ չէ, ավելի բարձր թիվեր կան։ Հայրերու օրվա գպնձեմ չեմ գնար գտնել։ Այսին լավակույն բարակային հավանապար քանի մը անցելու հետ եկեղեցի ընդուս դարիներու ընթացքին երբ կխոսեի գսեն քուլբամը նվեր կուքար մեզի գամ ջաշմը սիրած ջաշերնից կլար գամ այսինքն հայրերու օրվա նյութը շատ թեթևի առնված մայրերու օրվա նյութը շատ բարձր բայց այսօր պիտի անցադառնանք հայրերու օրվան Միներվիկ մայրեր գինա մեզի քիչմը հայրերու օրվան մասին այսօր անդրադառնալ։ Որպես նվեր ջերմակ մեխագը հատկացված է մայրերու օրվան։ Իսկ գարմիր կամ ջերմակ վարդը ընդունված է իբրև հայրերու օրվա անպաշտոնական ծաղիկը։ Եվ ընդհանրապես գարմիր քույնը գխորհրդանշե հեղափոխություն և բայկար, իսկ ջերմակը մաքրություն և սրբություն։ Աստվածային պատվեր է բոլոր զավակներուն հարգել, պատվել ծնողք։ Եվ կտեսնենք 10 պատվիրաններուն 5-րդը գսե պատվե հայրդ և մայրդ։ Իսկ Պողոս առաքյալ Եփեսոսի ուղված նամակին մեջ գսե որդիներ ծեր ծնողներուն հնազանդ եղեք դերոճմով վասնզի այդ է արժանը։ Ետ կգսե պատվե հայրդ ու մայրդ որ առաջին պատվիրանքն է խոստումով, որպեսզի քեզի աղեգլա երկար կյանք ունենաս երկրի վրա։ Արդյոք աշխարհի մեջ գա անցմը, որ կարենա ասել թե իր հայրը հարկած, պատված լալուն համար զղջացած է և կամ վնասված, որովհետև հոր հարկած կամ պատված։ Բայց շատ բարականներ կան, որ ցույց կտան, թե զավակներ շատ զղջացած են իրենց հայրերը հարկած չլալուն համար։ Իսկ ավելի ցավալին այն է, երբ զավակներ հարկած չեն իրենց հայրերը, ավելի կզղջան իրենց հոր մահեն ետք։ Անշուշտ զղջումը օգուտ չունի։ Ընդհակառակը զավակը խղճի խայտ կունենա, անհանգիստ կլա։ Ուրեմն զավակներ կանչված են հարգելու իրենց հայրեր։ Ինչ ալլան անոնց թերությունները։ Որպեսզի նախ հնազանդ լան ստեղծիչ փրկիչ Աստուծո եւ ապա իրենք ուրախ լան։ Անշուշտ զանազան ծևերով, գերբերով կարելի է հարգել հայրեր։ Սակայն հայրեր հարգելու հիմնական գլխավոր ծևերեն մեկը անոնց հնազանդիլն է։ Եվ առաքյալը գսե որդիներ ծեր ծնողներուն հնազանդ եղեք։ Անկասկած հավատացյալին առաջին հնազանդությունը գերտա իր ստեղծիչ փրկիչին, երկրորդը ծնողքին։ Բայց զավակնալ հնազանդությունը գսորվի դունեն։
Այսինքն անցիմը հնազանդություն սորվելու էական կարևորագույն դպրոցը դունն է։ Եվ հատկապես այս օրերում դուն եւ միայն դուն։ Առաջ դպրոցը իր տեղը ուներ, այսօր ավելի կշեշտեմ դուն։ Դան մեջ, ընտանիքին մեջն է, ուր մանուկը կսորվի, կվարժվի հնազանդիլ իր ծնողքին։ Իսկ մանուկը դան մեջ հնազանդություն կսորվի եւ տեսնե օրինագելի ծնողքին հնազանդ լալը հանդեպ Աստուծո։ Եվ իրեն ծնողքին, այսինքն մանուկը պետք է տեսնե իր ծնողքին մեջ, թե ինչպես իր ծնողքը կհարգե եւ կպատվե իր մեծ ծնողքը։ Եվ ասիկա դան մեջն է։ Ինչպես մանուկը հնազանդություն պիտի սորվի իր ծնողքեն, երբ ծնողք հնազանդ չեն լար իրեն ծնողներում։ Այն մանուկը, որ ընտանիքին մեջ չէ սորված հնազանդություն, երբ բադանի երդասարտը լա, հագամետ պիտի լա, անհնազանդ ոևէ հեղինակության։ Լա ծնողք, լա ուսուցիչ եւ կամ կորցիդեր։ Անգասկած անհնազանդության արդյունքը քայքայում է, քանթում է։ Իսկ երբ ընտանիքը քայքայվի, ընկերություն, հավաքականություն կքայքայվին։ Եվ երբ ընկերությունը քայքայվի, երկիրը կքայքայվի։ Հիմնական օրագը սիրելի քույրեր եղբայրներ ընտանիքն է, family։ Եթե family-ն կանթվեցավ, ամեն բան կկանթվի։ Երկրորդ, ուրախություն։ Անշուշտ հայրեր, եթե հարկված պիտի լան, պիտի ուրախացնենք սիրենք։ Ուրախացնելով հայրեր հարկած կլանք նաև։ Արագած գիրքին մեջ կգարտանք իմաստուն դղան, անշուշտ իմաստուն դղան և իմաստուն աղջիկը իր հայրը գուրախացնե։ Արագած 10:1 Անկասկած հայրերու օրվա արդիվ նվեր դալը գուրախացնե դան հայրը։ Բայց իրականության մեջ հայրեր մեծապես գուրախանան և կտեսնեն իրենց զավակները իմաստուն և խոհեմ են։ Սակայն միշտ հիշելու ենք, թե իմաստությունը միայն կարողության հարց չէ, այլ ապրելակերպի։ Wisdom, how to live the life։ Իմաստություն ինչպես պիտի ապրիս այս աշխարհի մեջ։ Իմաստուն կնկատվի այն անհատը, որ գիտե, որու թիմել իմաստությունը ստանալու համար։ Եվ ապա իմաստությամբ ապրելու այս կյանքը։ Նույն Արագած գիրքին մեջ կգարտանք։ Արագած 1:7 Իմաստության սկիզբը բարձրացեք։ Իմաստության սկիզբը դերոջը վախն է։ Եթե գուզենք իմաստություն, պիտի թիմենք իմաստության աղբյուրին։ Ուրեմն իմաստուն է այն անձը, որ գտիմե իմաստության աղբյուրին Աստուծո եւ գաբրի Աստուծո վախով եւ Աստուծո գամքին համաձայն։ Այսօրվա մարդահրավերներեն մեծակույնը այն է, թե մենք գաբրինք Աստուծո գամքին համաձայն, թե շրջապատին, բարեկամին, ասոր, անոր։ Որու գամքին համաձայն, որու իմաստությամբ գաբրինք։ Աստվածային իմաստությամբ, թե շրջապատի, շրջանակի, ծրացին, հարազատին, բարեկամին։
Ձնորքն ուրախ կլա եւ կունենա աստվածավախ իմաստուն զավակներ։ Մեծակույն ձնորքի մեծակույն ուրախությունը եւ զավակը աստվածավախ իմաստուն զավակ է։ Եվ եթե Արագած գիրքը որդյագիմ եթե քու սիրտդ իմաստունը լա, իմ սիրտս գուրախանա։ Հայրը օրվա արտիվ։ Այսօր իսրդե Աստուծո փառք կտանք շնորհակալություն կհայտնենք Աստուծո մեր հայրերուն համար։ Եվ հատկապես անոնց հավատքին, ծառայության, նվիրվածության։ Ամեն չանք կթափեն հայրեր, որպեսզի ընտանիքը ոտքի բահեն, ընտանիքը ուրախ բահեն, զոհողություն, վազվզու, գիշեր ցերեկ, որպեսզի ընտանիքը ոտքի մնա։ Սեր հարկանք, բոլոր հայրերուն, որոնք իրենց կյանքով օրինակ եղան, լա անցյալին եւ կամ այսօր օրինակ կլան իրենց զավակներուն։ Եվ բոլոր այն հայրերը, որոնք առհավետ բաժնված են, մեզի հետ չեն, ֆիզիկապես մեզի հետ չեն, բաժնված են մեզ մե։ Այսօր կանցադառնանք, կհիշենք սիրենք, շնորհակալություն կհայտնենք իրենց զոհողության, իրենց հավատքի կյանքին, իրենց ծառայության համար, իրենց հիշադակը օրհնյալը լա։ Երանելի իմաստուն է այն անձը, որ գիտե բադվել, գիտե հարգել, գիտե ուրախացնել իր ծնողքը։ Այս հատուկ օրվան մեջ առողջ օրհնաբեր հայրերու օր մեր բոլոր հայրերուն, մեծ հայրերուն իր փառքին համար։ Ամեն։ Բիդի խնդրեմ ոտքի ելեք աղոթքի համար։ Մեր Տեր մեր Աստվածը այս հատուկ օրվան մեջ երախտաբար ենք, շնորհակալ ենք, որ քեզի պես սիրող, գտածող, ողորմող հայր ունենք։ Շնորհակալ ենք ով Տեր։ Մեր հայրերուն համար, մեր մեծ հայրերուն համար, որոնք մեզի հետ չեն այսօր, առհավետ բաժնված են մեզ մե, քուքովը հավիտենականության մեջ, երախտաբար ենք իրենց հավատքի կյանքին, ծառայության, աշխատանքին, նվիրումին, գաղութենք ով Տեր, իրենց հիշադակը անթարան բահես, գաղութենք նաև և քեզի փառք կտանք մեր հայրերուն համար, հոս գտնվող, մեր հայրերուն և մեծ հայրերուն, և բոլոր անոնց, որոնք դուներու մեջ են, ով Տեր գաղութենք մեր հայրերուն առողջ բահես, հավատքով բահես, գործի մեջ հաջողություն շնորհես, և իրեն շուքը անբագասնես իրենց ընտանիքներեն, բահես իրեն չարեն փորձանքներեն, հիվանդություններեն, նեղություններեն, օգնե որպեսզի հավատքով շարունակեն իրենց կյանքը, նվիրվածությամբ շարունակեն իրենց ամենօրյա ծառայությունը, եւ բահե պաշտպանես իրեն քու թևերու տակ, քու ճամփուտ մեջ, քու խաղաղությամբ, օրհնե մեր ընտանիքները, օրհնե մեր զավակները, օրհնե մեր ծնողները, եւ փառքը բադիվը միմիան քեզի լա, ով հայր, որդի եւ Սուրբ Հոգի, շնորհ կրե մեզի։ Ամեն։ Մեր Տերոջ սովեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք եւ յետքը պիտի խնդրեմ նստած մնացեք, փամնալ ունիմ ցեզիսելիք։ Որ
ես Սուրբ Եղիցի անուն քո եկեցե արքայություն քո Եղիցին կամ քո որպես հերգինս երկրի Սաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր Թող մեզ զբարդիս մեր որպես և մեկ թողում մերոց բարդաբանած և մի դանիր մեզի փորձություն այլ փրկյայի չարե Զիքոյ արքայություն, զորություն և փառք Հավիտյանս, ամեն Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը, ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի, բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, Հավիտյանս, ամեն։